հարցերի համար ասեք, լսում եմ։ Լավ, միանգամից սկսենք այդ impeachment-ից կայի։ Այդ մասին ինչ եք մտածում, որ ուզում են impeachment նորից սկսել գործընթացը։ Չգիտեմ, չեմ կարող, խոճապի մեջ ենք։ Բայց ասեցի միայն քպական Ես ձեզնից եմ իմացել, բայց պայքար են մտմտում ընդդիմադիրները, այսինքն Դավիթ Համբարձումյանը Հեսա անդրությունները ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ հանրապետականի impeachment-ի գործընթացը նորից հեժացնում է, եւ ԿՊ-ի падգամավորների հետ այն զրույց։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլատրել։ եւ մենք փողոցով եւ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Այսինքն կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդին փողոց դուրս տանել, պարոն Սիմոնյան։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հարցնում, իրենք դուք կասկածներ ունեք, որ մարդիկ դուրս կգան փողոց եւ ձեզ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ, հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց այդ բանի ժամանակը ԿՊ-ի падգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ, ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ падգամավորներ գնացել են, այ հարցեր, լուրջ հարցեր։ Ընտրակեղծիքների մասին, որ արդեն սկսել են ընտրակեղծիք։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը, որը ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական կուսակցություն, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև ուրենը այլ հարց է խոսանք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան ինչ որ մեկի մոտ կասկած կա։ իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն, պարոն Սիմոնյան։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում եմ հետաքրքիր կլինի։ հայտարարել է, որ